Որոշ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ընդդիմադիր որոշ ուժեր մարզերում, այնուհետև տեղափոխելու Երևան, որոշում են կայացրել բախումներ հրահրել, այնուհետև քաոս ստեղծել երկրում։ Կարող ենք ասել մեկնարկը այսօր ազգային ժողովում տրվում է։ Դե ես ասացի, որովհետև հիմա շատ մարդ է եկել, շատ քույրեր են եկել Հայաստան, եւ իրավիճակը արուն է բացվել, հերթական թեժ ժամանակ ձմեռ հավաքածուն է հիմա ցուցադրվելու ամենայն հավանականությամբ, չեմ բացառում, բայց կրկնում եմ, թող փորձեն եւ պատասխանը բնական է օրենքի շրջանակներում ստանալու են, ինչպես նաեւ քաղաքական մակարդակով շատ լավ պատասխան կստանան իրենք դա գիտեն։ Ընդդիմադիրներն ասում են, որ Ալեն Սիմոնյանը նիստը վարելով, ուղղակի հարցին է վերաբերում, ասում են, որ նիստը դուք վարելիս արդեն սադրում եք իրենց, այսինքն դուք եք այդ բախումների գլխավոր դերակատարը, անգամ Ղալումյանը, որը առաջինը ձեռնամարտի բռնվեց, ասում են, չէ, Ալեն Սիմոնյանն է, դուք ձեր վրա եք վերցնում այդ բախումների պատասխանատվությունը։ Որ ուզենամ սադրեմ, կսադրեմ, բայց չէ, դրա կարիքը չկա։ Դե գիտես ինչ, եւ ես ասացի, սնան կա, ասելիք չկա, ինչ պետք է խոսա անդիմությունը, ժողովուրդ, եկեք ծուռը նստենք, դուսը խոսենք, հա, ժողովրդական խոսքով ասած, հա։ Տեսեք, եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որ ճակերտավոր Ալեն Սիմոնյանը չի սադրում, հա։ Ինչ հալնելու դահլիճում։ Ոչ մի բան։ Բովանդակություն չկա։ Քրիստինե Վարդանյանը երբ որ սուր ելույթ ունեցավ, դուք ամբողջ թիմով խառնվել եք իրար, մի անգամ մի հատ լավ ելույթ։ Քրիստինե նախով ասաց, որ լավ ելույթ է, այդ որ դուք ձեր փուճուր շրջանակով եւ Քրիստինե Վարդանյանը իր փուճուր շրջանակով sense փուճուրիկ դրոշներով ասում են, այո, դուք շատ լավն եք, մենք էլ ունենք այնպես մարդիկ, ովքեր մեզ են սատարում։ Խնդիր չի։ Բոլոր իրան բայց բացի այդ փուճուր փուչիկներից, հա, մոլորակներից, հա, գոյություն ունի օբյեկտիվ իրականություն։ Ինչն էր իր, ասենք, ես օրինակ այդ ելույթից շատ վրդովված եմ, որ ես չեմ սիրում, բոլոր նորմալ կարծում եմ հայերը նման բան չեն սիրում, երբ որ օրինակներ են բերում մարդկանց երեխաների զոհվելու, ընտանիքների անդամների, հայրերի, կամ որպես ես չեմ սիրում, ես չեմ ընդունում, քաղաքական գործիչ եթե ասելիք ունի, տեսել եք ես երբևիցե ինձ թույլ տամ ամենավատ վերաբերմունք ունեցող քաղաքական գործչի երեխայի մեռնելու մասին բան խոսամ։ Տեսել եք ես այս բանից թույլ տամ։ Որպեսզի իր խոսքը բան, ես ներողություն եմ խնդրում։ Դե բայց ասում է պետք է երեխան, ասում է ինքը իր երեխան զոհվել, լավ որ ինքը կա։ Ես ինչ խոսալու ձև է։ Այդ լավ ելույթ չի։ Այդ վատ ելույթ է։ Այդ վատ ելույթ է։ Գիտեք, դες մի հատ ասացված կա, մեկը տուն, կարծեմ ասել եմ ձեզ, մտմատուն ասում թակավորը հետս խոսեց, ասում ինչ ասեց սրիկա, փախի ստեղից։ Հիմա այդ լավ ելույթ չէ, դի վատ ելույթ է եւ աչքի է ընկել ոչ թե բյուրաբովանդակությամբ, կամ ասում է, բանա, Հայաստանի տարածքներից գյուղերը հանձնեցին։ Դա կատարյալ սուտ է։ Հայաստանի Հանրապետության տարածքներից ոչ մի բան չի հանձնվել։ Դա սուտ է։ Լավ ելույթ էր, ինչ էր լավ ելույթ։ Ինչով էր իրար։ Ձեզ որ չցավացներ դուք ձեր տելեգրամյան ալիքներով տեսեք, ցավացնելը ասեցի իմ ընտանիքին են բա կպնում, իմ երեխային են կպնում, ես երեխա ունեմ, այսինքն որ երեխայից կպելա ցավացելա, ես ջղայնացել եմ դրա վրա եւ իրեն արձագանքել եմ, դա լավ ելույթ, հա։ Ուզում եք տենց, ես թույլ չեմ կարող տալ որևիցե մեկի երեխայի կամ ընտանիքի մասին տենց ելույթ ունենամ, ուրեմն ես վատ եմ ելույթ ունենում։ Սաղից էլ լավ եմ ելույթ ունենում առանց որևիցե մեկի ընտանիք մտնելու կամ Գեղամը Մանուկյան իր շեֆի պես տրուսիկով նկարվել է, այդ իր շեֆն էր նստած ձեր հարցազրույց տալուց տրուսիկներից խոսում, տրուսիկներից սենց։ Թող գնա այդ իրան, չեք հիշում, որ Քոչարյանը ասում էր տրուսիկների մեջ մանուկեք։ Կգնաք կհիշեք։ Չէ, ասուլիսի ժամանակ։ Այդ իրանց մակարդակն է։ Հուշկու հակահարված ընդդիմության կողմից ռեժիմը խոճապի մեջ է։ Լավ էլի 20 տարի ընդդիմություն ենք եղել, գիտենք թե ընդդիմության սխալների ցիկլը, որով հիմա իրանք անցնում են, թե որ ինչ պետք է անեն։ Պարոն Սիմոնյան, մի հարց ոչ այսօրակարգ հետ կապված, մի ամիս, գրեթե 1 ամիս է Ադրբեջանը կրակում է։ Թիրախային, ինտենսիվ վերջին օրերի շատ ինչ է Ադրբեջանի ուզածը։ Եթե խաղաղության պայմանագիրը ավարտված է, երկու կողմը հաստատում է, ինչ է հիմա ուզում Ադրբեջանը, ինչու է կրակում։ Հարցրեք Ադրբեջանի հետ աշխատող ընդդիմադիր գործիչներին, իրանք շատ լավ ասում են, թե Ադրբեջանը ինչ է ուզում, հետո մեղադրում են մեզ դրա կատարման մեջ, հետո ասում են, որ ընդդիմությունը, Ադրբեջանը կրակում է, ուրեմն ամեն ինչ ձեր մոտ չի ստացվելու։
լոգիկ տրամաբանությունը հուշում է, որ դրա պատասխանը եւ հասցեատերը այն գործիչներն իշխանությունն է, պարոն Սիմոնյան, Ադրբեջանի կրակոցների պատասխանը ոչ, իշխանությունն է ներողություն, պատասխանատու, հարգելիս, դուք հարցրեցիք, ասիկ ինչու, չէ։ Այո, ինչու, Հարցի որտեղ դուք ինչու, եք բանակ։ կրկնում եմ, ինչու հարցի պատասխանը թող տան այն մարդիկ, ովքեր իրանց հետ աշխատում են։ Բանակցությունները ոչ, այդ հարցի ոչ, բանակցությունները փակուղում չեն, ոչ, քննարկումները շարունակվում են։ Բանակցությունները փակուղում չի հայտնվելու եւ պատերազմի հավանականությունը որևիցե ձևով, որևիցե քայլով չի ավելացվելու եւ չի ավելանալու։ Բացատրությունը ո՞րն է, պարոն Սիմոնյան, լավ դուք Հարգելիս, սլակներ ուրիշ տեղ, բայց բացատրությունը ո՞րն իշխանությունը մի բացատրություն դրա համար, ինչու է գրել։ Հարգելիս, բացատրությունը հետեւյալն է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր օրակարգը, որը խաղաղությունն է, իրականություն դառնա։ Թե այնտեղ կրակեցին, չկրակեցին, այո, դրանք բաներ են, որոնց մենք ուշադրություն ենք դարձնում, որոնց հետ կապված հետևություններ ենք անում, բայց մեր նպատակը ես ձեզ արդեն ասացի։ Այսինքն անհանգստություն չունի իշխանությունը, որ կարող է էսկալացիա լինի, որ կարող է այս կրակոցները ռազմական գործողությունների վերածել։ Կարա ոչ մի կրակոց չլինի եւ էսկալացիա լինի եւ դրանով չի պայմանավորված, կա հիմնական process։ Այդ հիմնական process-ին հետևելով եւ այդ հիմնական process-ը տանելով է, որ դու կանխում ես կամ կանխատեսում ես նման բաներ։ Մինչեւ 2018 թվականը բավականին շատ կրակոցներ են եղել, բայց պատերազմ չի եղել։ Մինչև 2018 թվականը չեմ կարող հիմա թիվը կոնկրետ ասեմ, բայց բազմաթիվ մահեր են եղել սահմանին, բազմաթիվ կրակոցների հետևանքով, բայց այլ իրավիճակ է եղել։ Հիմա ունենք իրավիճակ, երբ որ կա համաձայնեցված փաստաթուղթ։ Ես նաև Պիտերբուրգում փոքր առանձնազրույց եմ ունեցել Ադրբեջանի ազգային ժողովի նախագահի հետ եւ պետք է ասեմ, որ ես իմ տպավորություններով ես կարծում եմ, որ որևիցե փակուղու մասին պետք չի խոսալ, չի կարելի խոսալ եւ գործընթացը նաեւ ադրբեջանական կողմին է ձեռ տալիս, որ գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցվի, որով մենք զբաղվում ենք, անկախ նրանից, եթե նույնիսկ մի կրակոց էլ չլիներ, այդ դույն տրամաբանությունն է։ Պարոն Սիմոնյան, ազգային ժողովում մի միջադեպ էլ եղավ։ Չէ, տենց հանդիպման մասին չի խոսքը, մենք ժամերով նիստի ենք մասնակցել եւ իրար կողմ նստած ենք եղել, հա եւ տարբեր հարցեր ենք քննարկել, տարբեր հարցերի շուրջ խոսել ենք, մենք պայմանավորվել ենք, որ հրապարակային սրա մասին չենք խոսելու եւ ես չեմ ուզում սրա մասին հրապարակային խոսեմ, առավել եւս որևիցե նոր եւ դարակազմիկ բան չկա, այլ չեմ ասում, որ այդ ֆորմատում մենք որևիցե բան ոչ որոշում ենք, ոչ որոշելու մոտ խոսակցությունը տեղի ունեցել, բայց շփումը, ես շփման տպավորությունով եմ ձեր հետ կիսվում, ինչպես նաև մեր երկու, այսպես ասած, կոլեկտիվների շփման մասին եւ ես նման հանդիպման մասին որևիցե բան տեղեկություն չկա այս